Ազնագրերը հանձնել ենք, որ քաղաքացի դառնանք, տղես ամուսնացել է, արդեն երեխա ունի ստեղ, դարել ենք 9 հոգանոց ընտանիք։ Արցախից բռնի տեղահանված Ռուզաննա Գևորգյանի բազմանդամ ընտանիքը հաստատվել է Սևան քաղաքում։ Ամուսնու հետ միասին ամսական 100,000 դրամով փոքրիկ շինություն են վարձակալել, հաց են թխում։ Քաղաքում միակ կետն է, որտեղ նաև ժենգյալով հաց են պատրաստում։ Հայտնի է բոլոր սևանցիներին, նաև զբոսաշրջիկներն են օգտվում։ Արտասահմանցիք էլ սիրում են, Արցախի ժենգյալով հացը սիրում են։ Ով նկարը տենում է, հաստատ ստեղ անցնելուց մտնում ուտում են։ Տիկին Ռուզաննայի խոսքով օտարերկրացիները զարմանում են, երբ տեղեկանում են, որ խմորի մեջ 10-15 տեսակի կանաչի կա։ Ասում է, իր պատրաստած ժենգյալով հացը լավ է վաճառվում, հատկապես պահքի օրերին։ Ուտում են, օգտվում են, մանավանդ եսա զատիկա պահքի օրերն։ Տիկին Ռուզաննան նշում է, աշխատող մարդը ամեն տեղ էլ մի գործ կճարի, սակայն 9 հոգանոց ընտանիքի համար շատ բարդ է, ևս 100,000 դրամ բնակարանի վարձակալության գումարն է։ Ամուսինը պատերազմի ժամանակ 1993 թվականին վիրավորվել է, հաշմանդամության կարգ ունի, 4 որդի ունեն, 1 դուստր, տղաների աշխատանքն էլ սեզոնային բնույթ է կրում։ Դժվար է, մանավանդ Սևանում աշխատատեղերը շատ քիչ են, պիտի Երևանում աշխատեն, ամեն օր գնան դեղ գործի գան։ Սևան խոշորացված համայնքում տեղահանված 340 ընտանիք է հաստատվել։ Նախկինում թիվն ավելի մեծ է եղել, սակայն կլիմայի, զբաղվածության խնդիրների եւ այլ պատճառներով շատերը տեղափոխվել են Հայաստանի այլ տարածաշրջաններ։ Փորձագետ Սաթիկ Բադեյանի խոսքով տեղահանված շատ ընտանիքների համար անսովոր են եղել տեղի բնակլիմայական պայմանները։ Մեր մոտ 9 ամիս մենք ջեռուցման սեզոն ունենք, 9 ամիս մենք ջեռուցման համար գումար ենք ծախսում։ 60%-ից ավել է էներգետիկ աղքատությունը Գեղարքունիքի մարզում, մարդիկ իրենց եկամուտների 60%-ից ավելը տարեկան եկամուտների ջեռուցման վրա են ծախսում։ Ընդհանուր առմամբ Գեղարքունիքի մարզում 865 տեղահանված ընտանիք կա, 2879 մարդ, ի սկզբանե մարզում 600 արցախցի է եղել, սակայն աստիճանաբար այդ թիվը նվազել է, պատճառներից մեկը հոգեբանականն է, ներքին անհանգստությունը։ Աշխատեցին սահմանամերձ բնակավայրերից հեռու մնալ, որտեղ եթե ոնքից հաճախակի զրուցում ենք, դե անընդհատ շփվում ենք, ասում ենք մենք առանց այդ տիրույթից ենք եկել, էլի։ Բնականաբար ենթակառուցվածքները, աշխատանքը, ապահովությունը, աշխատատեղեր չլինելու խնդիրը, զբաղվածության սահմանափակ հնարավորությունները եւս պատճառ էր, որ իրենք հեռանան։ Մարզպետարանի պաշտոնյայի խոսքերով սեփական միջոցներով 8 ընտանիք է կարողացել տուն գնել, 288 ընտանիք բնակապահովման ծրագրի շահառու է, որոնցից 74-ն է բնակարան ձեռք բերել։ Ռուզաննա Գևորգյանի խոսքով արցախցիներից շատերը փաստաթղթային եւ բանկերի հետ կապված խնդիրներ ունեն, հետեւաբար չեն կարողանում վարկ վերցնել, որպեսզի ավելացնեն բնակապահովման ծրագրով նախատեսված գումարի վրա։ Տները ահավոր թանկ են։ Պիտի որ ինչ որ լրացուցիչ վարկ վերցնես կամ ինչ որ մի բան անես, այդ խնդիրն է, որ համարյա սաղ արցախցիներն էլ այդ խնդրի առաջ կանգնած են։ Դե 4 միլիոնա, 4 տղա են, ամուսնացած է, ու 4 տղան չես կարա տանես։ Սա վերցվել է վերջին 3 տարիների կադաստրային սակագներ, արկ ու վաճառքի կադաստրով անցած, միջինացված, այնպես չի պատահական այդ կինը թրվի։ 120,000 մարդուն մի անգամից խնդիր լուծել հնարավոր չէ։ Վանիկ Հարությունյանի խոսքով արցախցիների հանդեպ իրենք հատուկ վերաբերմունք ունեն, փորձում են միշտ ընդառաջել, օգնելով նաև աշխատատեղով ապահովելու հարցում։ Ընդհանրապես տեղահանված անձանց ինտեգրման գործընթացը շատ դանդաղ տեմպեր ունի, պատճառները տարբեր են, ըստ փորձագետ Սաթիկ Բադեյանի դրանցից հիմնականը սոցիալ-տնտեսական ընդհանուր վիճակն է։ Մշակութային առումով արդեն ոնց որ ինտեգրվել են, արդեն հասկանում են իրար, մեկը մեկից արդեն օրինակ է վերցնում եւ այլն, էլի։ Հիմնական խոչընդոտը այդ սոցիալ-տնտեսական վատ վիճակն է։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Գեղարքունիքի մարզ։